լոգիստիկայի, էլեկտրոնային առևտրի և փոխկապակցված ոլորտների մոտ 40 ընկերությունների մեկ հարկի տակ է համախմբել E-Logifest միջազգային ցուցահանդես համաժողովը, որն անց է կացվում արդեն երկրորդ տարին։ E-Logifest-ը պաշտոնապես բացված է։ Հայաստանում թե խաղաղության խաչմերուկ նախագծի միջոցով, թե TRIP նախագծի միջոցով ունի պոտենցիալ դառնալու տարածաշրջանային լոգիստիկ հանգույց, որպեսզի կարողանա սպասարկի միջազգային շատ մեծ էլեկտրոնային օրինակ առևտրով զբաղվող հարթակների տրանզիտային կենտրոն դառնա, որ ստեղծելով նմանատիպ հարթակ հնարավորություն ենք ընձեռում բոլոր թե տեղական, թե տարածաշրջանային եւ թե միջազգային ընկերություններին, որոնք մասնակցում են մեր միջոցառմանը, ձեռք բերեն նոր գործընկերային կապեր, որի շնորհիվ հնարավորություն կլինի նվազեցնել թե լոգիստիկայի գնի, թե ժամկետների արդյունավետությունը։ Լոգիստիկան տնտեսության զարգացման շարժիչ ուժերից է, իսկ նման միջոցառումները նպաստում են նոր գործընկերությունների ձևավորմանն ու միջազգային կապերի ընդլայնմանը։ Պետական քաղաքականության հաջողությունը հնարավոր չէ պատկերացնել առանց մասնավոր հատվածի ակտիվ մասնակցության։ Այս առումով E-Logifest-ը կարևոր նախաձեռնություն է, քանի որ նպաստում է մասնագիտական երկխոսությանը, լավագույն միջազգային փորձի փոխանակմանը, նոր համագործակցությունների ձևավորմանը եւ ապագային միտված լուծումների քննարկմանը։ Համոզված եմ, որ այս 3 օրերի քննարկումը պետական մասնավոր երկխոսությունը եւ միջազգային փորձի փոխանակումը գործնական լուծումների հիմք կդառնան, ամրապնդելով Հայաստանի դերը որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույց։ E-Logifest-ը ոչ միայն ցուցահանդես է, այլև յուրօրինակ էկոհամակարգ բիզնես համագործակցության հարթակ։ Ոլորտի առաջատարներից Garant International Group-ը արդեն երկրորդ տարին է մասնակցում մասնագիտացված ցուցահանդեսին, նպատակ ունենալով ոչ միայն ներկայացնել սեփական ծառայությունները, այլև ձևավորել գործընկերային նոր մշակույթ։ 2017-ին հիմնադրված ընկերությունն ի սկզբանե շեշտը դրել է մատչելի գնով բարձրորակ ծառայություն մատուցելու վրա, դարձել է տարածաշրջանային եւ միջազգային լոգիստիկ օպերատոր։ Տեղական արտադրողների համար նոր դռներ է բացում դեպի արտաքին շուկաներ։ Քանի որ մենք շատ ենք մասնակցում արտերկրյա տարբեր ցուցահանդեսների, էքսպոների, ֆորումների, իհարկե ես կարող եմ ասել դա մի յուրօրինակ կուլտուրա է եւ մշակույթ մեր ասպարեզում եւ ինչպես բոլոր ասպարեզներում, որտեղ միմյանց կարող են գտնել գործընկերներ, որի արդյունքում նաեւ արդեն կարող է այլ միջավայր ձևավորել, այլ հարաբերություն, այլ գործնական արդյունքներ ստանալ։ Չինաստանի խոշոր միջազգային լոգիստիկ ընկերություններից Skychine Worldwide Logistics-ը ներկայացնում է ավիափոխադրումների, ավտոմոբիլային, երկաթուղային եւ կոնտեյներային բեռնափոխադրումների լայն հնարավորությունները։ E-Logifest-ին մասնակցում են նոր գործընկերներ ձեռք բերելու եւ հայաստանյան շուկայի հեռանկարներն ու հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով։ We are the agent of the China Southern Airlines. Մենք China Southern Airlines-ի գործակալն ենք։ Իրականացնում ենք օդային բեռնափոխադրումներ Չինաստանից Հայաստան, Ուրումչիից դեպի Երևան։ Բեռնափոխադրումներ են կազմակերպում ինչպես Չինաստանից Հայաստան, այնպես էլ հակառակ ուղղությամբ։ Բացի այդ, սպասարկում ենք նաև եվրոպական բազմաթիվ ուղղություններ։ Ցուցահանդեսին առաջին անգամ է մասնակցում Highways-ը։ Իրականացնում է միջազգային կանոնավոր ու չարտերային ավիաբեռնափոխադրումներ, առաջարկելով արագ ու ճկուն լուծումներ միջազգային շուկաների համար։ E-Logifest-ին առաջի անգամ է այս ֆորմատով մասնակցությունը, բայց անցյալ տարի նույնպես մասնակցություն եղել է, որպես այցելու, նաև համագործակցություն եղել է E-Logi-ի հետ։ Մենք էլ որպես ավիաընկերություն մեծ աճ եւ հաջողություններ են գրանցել այս 2 տարվա ընթացքում։ Ակնկալիքները նոր գործընկերների ձեռքբերում, հանրության մեջ ավելի լայն ճանաչելիություն ձեռքբերում, հայկական, ինչպես նաև արտասահմանյան շուկայում, լոգիստիկ բնագավառում, որպեսզի մեր գործընկերները տեսնեն, իմանան Highways ավիաընկերության հնարավորությունների մասին։ Fastlink Logistics-ը ցուցահանդեսին ներկայացնում է իր ծառայությունները, իրականացնում են օդային, ծովային, ցամաքային եւ մուլտիմոդալ բեռնափոխադրումներ։ Չինաստանում սեփական գրասենյակների եւ պահեստների միջոցով Fastlink Logistics-ը աջակցում է ներմուծման, արտահանման, մատակարարման շղթաների եւ միջազգային առևտրի ոլորտում աշխատող ընկերություններին։ Չինաստանից Հայաստան փոխադրումների ոլորտում շուրջ 20 եւ ավել տարիների փորձ ունեն։ Ցուցահանդեսից ունենք նոր գործընկերներ ձեռք բերելու, նետվորքը զարգացնելու, մեր հաճախորդների համար ավելի մատչելի ու ավելի վստահելի փոխադրման տարբերակներ տրամադրելու ակնկալիքներ։ Ստեղծում են ավելի ընկերական միջավայր ոլորտի մեջ, այսինքն մենք իրար սկսում ենք դիտել ոչ միայն
ոչ թե որպես մրցակիցներ, չնայած դա կա, բայց այդ մրցակցությունը դառնում է ավելի առողջ, մենք ընկերանում ենք, մենք իրար ճանաչում ենք, ինչ որ միտեղ փորձում ենք իրար օգնել, զարգանալ, սովորել միասին ավելի լավը լինելու համար։ Աշխարհաքաղաքական փոփոխություններն ու տարածաշրջանային մարտահրավերները լոգիստիկայից պահանջում են ճկունություն։ Ոլորտի ներկայացուցիչների խոսքով յուրաքանչյուր փակված ճանապարհ բացում են նոր հորիզոններ, Հայաստանին հնարավորություն տալով ամրապնդելու իր դիրքերը տարածաշրջանի լոգիստիկ քարտեզում։ Համաշխարհային լոգիստիկ շղթայի մեջ, երբ որ դու փոքր երկիր ես, պետք է ունենաս ուրույն պրոդուկտ եւ շատ գրագետ կազմակերպված աշխատանքային process-ներ պետք է իրականացվի, որպեսզի դու կարողանաս մրցակցել գլոբալ համաշխարհային լոգիստիկ շղթայի ներկայացուցիչների հետ եւ բացի մրցակցելուց բնականաբար նաեւ գործակցել, համագործակցել։ Կարծում եմ հիմնական մարտահրավերները կապված են միջազգային հարաբերությունների եւ տարբեր երկրների միջև առկա իրավիճակի հետ։ Շատ կարևոր է ապահովել, որ բեռնափոխադրումները կազմակերպվեն հնարավորինս սահուն եւ արագ։ Մարտահրավերները շատ են, ցանկացած մարդու այս ոլորտում աշխատում է կիմանա թե ինչքան անկանխատեսելի է ոլորտը ու ինչքան է կախված ոնց որ այդ թիթեռնիկի էֆեկտը շատ լավ է զգացվում մեր վրա, օրինակ այս պահին խնդիրները տարածաշրջանում շատ մեծ անդրադարձություն են մեր ոլորտի վրա, բայց մենք փորձում ենք ադապտացվել, փորձում ենք նոր ճանապարհներ գտնել։ Ես գտնում եմ, որ այն բոլոր process-ները, որ տեղի են ունեցել ռեգիոնում, թե աշխարհում, թե ռեգիոնում, դա նաև մեծ հնարավորություն է ընձեռնել հայկական փոխադրողներին, հայկական շուկային իրենց ավելի մեծ մասնակցությունը, ավելի լայն մասնակցությունը ունենալ աշխարհաքաղաքական process-ներում եւ լոգիստիկայում ու լինել նաեւ կապող օղակ արևելք, արևմուտք, հյուսիս-հարավ այդ խաչմերուկում։ Ցուցահանդեսին զուգահեռ անցկացվում է նաև Ilogy Summit-ը, որտեղ քննարկվում են ոլորտի ամենաարդիական թեմաները։ Առանձնացված է նաև տարածք պանելային քննարկումների համար։ Ունենք նաև GIZ-ի հետ մեծ համագործակցություն եւ թե այսօր թե վաղը կլոր սեղանի քննարկումներ են լինելու նաև GIZ-ի կողմից միջազգային պատվիրակության կողմից, որոնք ներկա են այստեղ եւ այս ամենը ուղղված է նաև ամբողջական վերցնելու լոգիստիկայի ոլորտը։ Լոգիստիկան սահմաններ չի ճանաչում, իսկ նմանօրինակ միջոցառումները կամրջում են տեղական հնարավորություններն ու համաշխարհային փորձը, նախանշելով ոլորտի զարգացման առաջիկա տարիների ուղղությունները։